Կապանի միջազգային երաժշտական փառատոնն արդեն 4-րդ տարին կհամախմբի աշխարհահռչակ երաժիշտներին, երիտասարդ տաղանդներին ու որակյալ երաժշտություն նախընտրող հանդիսատեսին։ Հուլիսի 4-ից 14-ը Կապանը կապրի երաժշտության ռիթմով, համերգներ, ջազային երեկոներ, վարպետության դասեր եւ 10-օրյա մշակութային տոն, որը յուրաքանչյուր մասնակցի համար դառնում է ջերմ հիշողություն ամբողջ կյանքի համար։ Մինչ Կապանում կհնչեն առաջին նոտաները, փառատոնի 55 մասնակիցներն արդեն հավաքվել են Նարեկացի արվեստի միությունում։ Աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտները ծանոթանում են ծրագրին, կանոններին եւ առաջիկա 10 օրվա հագեցած օրակարգին։ Մենք սիրում ենք գիշերները պարապել, իրար հետ ընկերություն անել եւ երեխաների համար շատ հաճախ սա ճամբար է, որտեղ գալիս են ընկերություն են անում բան, դա շատ լավ է, բայց սա երաժշտական ճամբար է։ Այս տարի հսկայական քանակի նոր արտիստներ են գալիս, նոր ծրագրեր եւ հին արդեն բարեկամ դարձած փառատոնի սյուն արտիստները, որոնք որ պարտադիր գալիս են եւ բոլոր արտիստները, որ եկել են մի անգամ, ամեն տարի ուզում են գալ եւ դա մեր համար շատ պոզիտիվ խնդրեմ է, որովհետեւ համ ուզում ենք նոր անուններ գան, համ հները անդադ ուզում են վերադառնան եւ մենք էլ ենք ուզում։ Դրա համար այս տարի փառատոնում լինելու է օրը 2 համերգ, 10 օրում 20 համերգ, ջազ, մոդեռն երաժշտություն լինելու է համաշխարհային պրեմիերա երգչախմբի եւ Միշել Պետրոսյանի գրած ստեղծագործությունը։ Շուրջ 25 ինտերնացիոնալ արտիստների Հայաստանի դեբյուտն է լինելու, չհաշված երգչախումբը, իսկ Կապանյան դեբյուտները ավելի շատ են։ Այստեղ գտնվում են 55 ամենաընկալները, հա, չասեմ ամենատաղանդավորները, որտեվ էլի կրկնեմ, որ մյուսներն են այնքան լավն են եւ շատ ծանր որոշումներ, բայց այս 55 ուսանողները իրենց բոլորին սպասում է վարպետաց դասեր, բոլոր գործիքների պրոֆեսորների մոտ, օրինակ 4 ալտի դասատու ունենք եւ 4 էլ դաս են տալու մեր 5 ընտրյալ ալտ նվագող ալտահարներին։ Այնուհետև բացի վարպետաց դասերից իրանք նույն բեմում ելույթ են ունենալու արտիստների հետ, այսինքն ուսանողի եւ աշխարհահռչակ երաժշտի մեջ մենք տարբերություն չենք դնում։ Բնականաբար փորձերի ընթացքում եւ դա կոչվում է ուսանողը մեծի հետ, բայց բեմի վրա եւ հանդիսատեսի համար դա լինելու է հավասար մակարդակի երաժշտություն։ Շատերի համար սա առաջին հանդիպումն է Կապան ֆեստի հետ, իսկ նրանք, ովքեր մեկ անգամ արդեն ապրել են փառատոնի մթնոլորտը, վերադարձել են առանց երկմտելու։ Ասում են այստեղ ձեռք են բերում ոչ միայն նոր մասնագիտական գիտելիք ու բեմական փորձ, այլև ընկերներ ու հիշողություններ, որոնք մնում են տարիներով։ Այս տարի նույնպես մասնակցելու եմ Կապան ֆեստին, ինչպես նախորդ տարիներին, եւ դրա արդիվ շատ ուրախ եմ եւ մեծ սպասումով հետևում ենք Կապան ֆեստի նոր զարգացումներին եւ շատ երջանիկ ենք այս հրաշալի կազմակերպության եւ մթնոլորտի համար։ Փառատոնի առանցքային բաղադրիչներից մեկը կրկին կլինի Կապան ֆեստ ակադեմիան, որտեղ աշխարհի 16 երկրներից ժամանած հանրահայտ երաժիշտները կհանդիպեն երիտասարդ մասնակիցների հետ, ոչ միայն վարպետության դասերի, այլև համատեղ համերգների շրջանակում, նրանց հետ ներկայանալով նույն բեմում։ 4 տարվա պատմություն հաջողության հաղթանակների, որի ամենավառ ներկայացուցիչը այսօր այստեղ նստած երեխաներն են։ Մենք ունենք փայլուն ուսանողներ, տարբեր մասնագիտական կարգերում հանդես եկող, սկսված դաշնամուրից, թավջութակ, ջութակ, ալտ, անթոք մինչև երգեհոն։ Եվ հաջողություններից մեկն էլ այն էր, որ երեխաները այսօր հնարավորություն ունեն բեմում հանդես գալ աշխարհահռչակ արտիստների հետ։ Եվ կիսել այդ րոպեները հենց նրանց հետ, ովքեր աշխարհի տարբեր անվանակարգերում, տարբեր մասնագիտական կարգերում զբաղեցնում են բարձր պաշտոններ։ Կամերային երաժշտության համերգներից բացի փառատոնի շրջանակում սպասվում են նաև այլ միջոցառումներ, օրինակ Վիեննական երեկոն, որի շրջանակում մասնակիցներն ու հյուրերը կզգան հեքիաթային դիմակահանդեսի շունչը։ Հատուկ երեկո է նախատեսված նաև ջազ երաժշտության համար։ Դասականը եւ ջազը իրար հետ սերտ կապված են, ջազ երաժշտությունը դրված է դասական երաժշտության հիմքի վրա եւ ջազ երաժշտությունը ազատություն է եւ ջազ երաժշտությունով կարելի է բացվել երաժշտական տարբեր ուղիներով եւ վերջապես ստեղծել ուրույն ոճ, որը նաեւ կարող է դառնալ դասական ինչ որ մի տարիներ հետո։
Կապան ֆեստը, որն այս տարիներին կարևոր ներդրում է ունեցել երիտասարդ երաժիշտների զարգացման գործում, վարպետության դասերից մինչև կրթաթոշակներ, նախաձեռնել է նաև երիտասարդ երաժիշտներից կազմված Կապանի նվագախմբի ստեղծումը։ Կապան ֆեստն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Կապանի համայնքապետարանի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայաստանում Բելգիայի եւ Դանիայի դեսպանատների եւ այլ անհատների եւ կազմակերպությունների աջակցությամբ։